Հնդկաստանում հայ համայնքը նույնչափ վաղեմի է, որչափ հայ-հնդկական հարաբերություններն են, դա ապացուցելու համար բավական է հիշել միայն 1724 թվականին Կալկաթայում կառուցված Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին, այն Կալկաթայում ամենահին քրիստոնեական եկեղեցին է։ Տիկին Աշուղյան, ինչ կարող եք պատմել մեզ Հնդկաստանում ապրող ժամանակակից հայերի կյանքի մասին, մշակույթ, կրոն, կենցաղ։ Հնդկաստանում հայերը բավականին վաղուց են ապրում, կարելի է բաժանել երկու խմբի Հնդկաստանում ապրող հայերին, նրանք ովքեր սերունդներն են Պարսկաստանից Հնդկաստան տեղափոխված հայ առևտրականների, որոնք հաստատվեցին հիմնական ծովափնյա քաղաքներում, Մադրաս, Կալկաթա եւ շատ կարևոր դեր ունեցան հնդկական առևտրի, միջազգային առևտրի եւ Հնդկաստանի տնտեսության զարգացման մեջ։ Ռազմական արվեստում նաեւ ունենք նշանավոր դեպքեր։ Պատմության մեջ կան գրքեր, ուսումնասիրություններ, որտեղ արձանագրված են այդ բոլոր նշանավոր հայերի անունները։ Եվ երկրորդ խումբը, որ կարելի առանձնացնել, դա արդեն 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունից հիմնականում Հնդկաստան տեղափոխված հայերն են եւ դրանց մեծ մասը Հնդկաստանի քաղաքացիների հետ ամուսնության շնորհիվ այստեղ տեղափոխվածներն են, հիմնականում կանայք։ Գալով կենցաղին ինչով են զբաղվում մեծապես, հատկապես վերջին շրջանում տեղափոխված հայերը, որն է նրանց ներկայացվածության ուրեմն ոլորտները, որտեղ որ աշխատում են, հոգում են իրենց կենցաղը։ Տեղափոխման պատճառը հանդիսանում է ամուսնությունը Հնդկաստանի քաղաքացիների հետ եւ դրա հիմնական դրդապատճառը եղել է մեծ քանակությամբ հնդիկ ուսանողների առկայությունը մեծ մասամբ Երևանի պետական համալսարանում եւ շատ բժշկական, այսպես ասած, ընտանիքներ ունենք, նույնիսկ հայ բժշկուհի ունենք համայնքում։ Կան այստեղ ուսման նպատակով եկած հայեր, որոնք հիմնականում ժամանակավոր են այստեղ լինում 6, 7, 8 տարի, կան բարձրագույն կրթություն ստացած հայեր, որոնք շարունակում են այստեղ ապրել։ Ունենք ուսուցիչներ, բժշկուհի, ինչպես նշեցի, իրավաբան, որը նաև հանդիսանում է կանանց իրավունքների պաշտպան, ինչպես նաև հանդիսանում է Հնդկաստանում երիտասարդ հայ դեսպան, Հայաստանի երիտասարդ դեսպան։ Կանայք հեշտ են ինտեգրվում, դուք հեշտ եք ինտեգրվել այդ միջավայրում, այսպես ասենք։ Ցանկացած երկրում ինտեգրվելը կարծում եմ հեշտ չէ, հատկապես երբ երկիրը տարբերվում է եւ մշակույթով, եւ լեզվով, եւ կրոնով, իսկ կրոնը այստեղ բազում է իր դրսևորումներով, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդհանուր առմամբ հնդիկ ազգը խաղաղասեր ազգ է, ստացվում է հեշտ ինտեգրվել։ Խաղաղասիրության մասին դեռ կխոսենք, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներսում կան հայեր, հայ ազգի մարդիկ։ Չկան։ Իմ տեղեկությունով Ձեր երեխան հայկական դպրոց է հաճախում։ Այստեղ հայկական դպրոց կա միայն Կալկաթայում, որը բավականին հեռու է մայրաքաղաքից։ Ցավոք սրտի շատ հեռու է եւ մենք զերծ ենք այդ հնարավորությունից եւ երեխաներին հայկական կրթություն տալու այդ դպրոցում եւ մասնակցելու եկեղեցում պատարակներին եւ մյուս արարողություններին։ Մեր երեխաները հաճախում են հնդկական մասնավոր դպրոցներ, բայց կրթության լեզուն անգլերեն։ Փաստորեն հայկական համայնքը կենտրոնացած է հիմնականում Կալկաթայում։ Հին հայկական համայնքի ներկայացուցիչները դեռ շարունակում են ապրել Կալկաթայում, բացի այդ Կալկաթայում գործող հայկական դպրոցի շնորհիվ այնտեղ են տեղափոխվում հայ աշակերտներ եւ Հայաստանից եւ Սփյուռքի տարբեր վայրերից եւ բնականաբար կա ուսուցչական անձնակազմ, որոնք հիմնականում գալիս են Հայաստանից։
Ինչն է խանգարում համայնքին, հատկապես բազմաշատ հայ համայնքին Հնդկաստանում կառուցել երկրորդ դպրոցը մայրաքաղաքում։ Մայրաքաղաքում քանակությամբ այդքան շատ չեն հայերը այժմ, ինչպես նշեցի, հիմնականում 21-րդ դարի սկզբին այստեղ տեղափոխված հայերն են։ Երբ ես տեղափոխվեցի դեռ 13 տարի առաջ, ես կարծում էի, որ ես եզակի պետք է լինեմ հայ Դելիում, բայց այն ժամանակ դեռ նոր ընթացք էր ստանում սոցցանցերը եւ Facebook հարթակում մենք հիմնադրեցինք հայ-հնդկական բարեկամություն խումբը եւ այդ խմբի շնորհիվ սկսեցինք համախմբել մարդկանց Հայաստանում Հնդկաստանի հետ կապված եւ Հնդկաստանում Հայաստանի հետ կապված մարդկանց եւ բացահայտեցինք, որ կան էլի ընտանիքներ, հայ-հնդկական ընտանիքներ Եվ ես կարելի ասել հանձնառա գտնելու, փնտրելու, գտնելու բոլոր այն հայերին, որոնք տեղափոխվել են, ապրում են Հնդկաստանում, հիմնականում երիտասարդ ընտանիքներ են, եւ նշեմ նաեւ, որ ունենք ավագ սերնդի ներկայացուցիչներ, մի քանի հոգի, որոնք 90-ականներին են դեռ այստեղ տեղափոխվել եւ ապրում, եւ դառնալով նորից կրթության, հայկական կրթության հարցին, ասեմ ձեզ, որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներից ունենք իրաքահայ մի տիկին Մանուշակը, որ դեռ 90-ականների սկզբից է այստեղ ապրում։ Իմ աշխատանքներին զուգահեռ, երբ ես սկսեցի փնտրել, գտնել եւ համախմբել այն բոլոր հայերին, որ ապրում են այստեղ, մենք հասկացանք, որ ունենք խնդիր մեր երեխաների աճող սերնդին հայկական կրթություն, հայագիտություն դասավանդելու խնդիրը կար, բայց նաև դրա լուծումն էր ոչ հեշտ, որովհետև հայերը մի վայրում չեն ապրում, ապրում են մի քանի հոգի մի քաղաքում, մի քանի հոգի մյուս քաղաքում, նույնիսկ Դելիում ապրող հայերը շատ մոտ չեն իրար։ Ես նույնիսկ գաղափար եմ ունեցել, որ որևէ կիրակնօրյա դպրոց հիմնադրենք, երեխաներին հրավիրենք գոնե շաբաթը մեկ անգամ հայկական կրթություն եւ հայկական միջավայր ապահովելու համար Բայց դա ոչ այնքան հեշտ նախաձեռնություն էր եւ ժամանակի ընթացքում երբ կոവിഡ്ի ժամանակ ավելի տարածվեց on-line հարթակներում հանդիպումները մեր հարգարժան տիկին Մանուշակը գաղափար ողացավ, որ մենք համայնքով, քանի որ չենք կարող այսպիսի հսկա երկրում կազմակերպել հանդիպումներ անձնապես կարող ենք on-line հանդիպումներ ունենանք եւ ձևավորվեց ավանդույթ ամիսը մեկ անգամ ամեն ամսվա վերջին կիրակի օրը Zoom հարթակում կազմակերպում ենք Հնդկաստանում բնակվող հայերի հանդիպումը եւ քննարկում ենք տարբեր թեմաներ։ Ինչի համար շատ շնորհակալ եմ Միշակին։ Այդ հանդիպումների ընթացքում նաև գաղափար առաջացավ, որ եթե մենք չենք կարողանում այսպես ցակուցրիվ ապրող հայ ընտանիքների երեխաներին ապահովել հայկական կրթություն, մենք կարող ենք դա անել on-line հարթակով։ Եվ արդեն մի քանի տարի է մենք կազմակերպել ենք on-line կրթություն հայ երեխաների համար։ Արդեն ունենք մի քանի խմբեր, մի խումբը այն երեխաներն են, որոնց ընտանիքներում հայերեն ընդհանրապես չեն խոսում եւ նրանց անգլերենից դասավանդում են հայերեն։ Մյուս խումբը այն երեխաներն են, որոնք հայերեն լավ տիրապետում են եւ սկսել են առաջանաչության արդեն գործընթացը գրել, կարդալ, ինչպես նաեւ բացի հայոց լեզվից դասավանդվում է նաեւ հայրենագիտություն։ Իսկ ովքեր են դասավանդողները։ Դասավանդողները մասնագետներ են, մենք ունենք ուսուցչուհի։ Այս պահին Հնդկաստանում է բնակվում, նա ունի փորձ հայկական տարբեր Սփյուռքի տարբեր օջախներում, հայկական դպրոցներում դասավանդման, այս պահին նա Հնդկաստանում է։ Դասավանդումը ամեն շաբաթյա է։ Շաբաթը մեկ անգամ, այո։ Բայց քանի որ մի քանի խումբ ունենք, փաստորեն իրենք զբաղվածություն ունեն մի քանի օր։ Հաջորդ հարցը, որը պատրաստվում էի տալ, դուք դրան մասնավորապես արդեն փոքրինչ անդրադարձաք, այն էր, որ երկու համայնքների միջև շփումը, բացի այն հանգամանքից, որը նշեցիք, այն բարդությունից, որը աշխարհագրությունն է, ինչ դժվարություններ կան այդ երկու համայնքների միջև, որովհետև մի համայնքը եկել է մի քանի դար առաջ
ուրեմն Արևմտյան Հայաստանի կրող է, այսպես ասենք, եւ եկել է ժամանակակից հայեր։ Այդ երկու հայերի միջև ինչ փոխհարաբերություններ կան, արդյոք տարաձայնություններ կան գլոբալ իմաստով։ Տարաձայնություն չի, խնդիրը հեռավորությունն է, այնքան շատ է հեռավորությունը, որ մի քանի երկիր կտեղավորվեր արանքում, եթե դա օրինակ լիներ Եվրոպան։ Հեռավորությունն է խնդիրը, բայց այլ տարաձայնություններ չեմ կարծում, որ կան։ Ուղղակի, քանի որ ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել, բնականաբար շփումները շատ քիչ են։ Բայց մենք ունենալով շատ գործուն հայկական դպրոց, որը ղեկավարվում է Էջմիածնից ուղարկված հայ հոգևորականների կողմից, շատ աշխուժ է համայնքը այնտեղ եւ չի կարող ասել, որ երկու համայնք այդպես բաժանել պետք չի, ուղղակի ֆիզիկապես ներկա գտնվել եւ շփվելն է դժվար։ 2 տարի առաջ մեր դեսպանատունը հայտարարեց, որ ցանկացողները կարող են մասնակցել Սուրբ Ծննդյան արարողություններին եւ դեսպանատունը մեկնում է այնտեղ դիմավորելու Սուրբ Ծնունդը, բայց ոչ բոլորը կարողացան բնականաբար ներկա գտնվել հեռավորության պատճառով։ Այսպես դեսպանատունը նոր այվանդույց է ձևավորում, որ փորձում են հայերին գոնե Սուրբ Ծննդյան օրը հավաքել միտեղ, բայց դա այդքան հեշտ չի։ Վերջին միջոցառումը հայ համայնքի կողմից իրականացված ո՞րն է եղել։ Միջոցառումներ այստեղ մեր դեսպանատունն է կազմակերպում, հիմնականում Աշնանը սեպտեմբերի 21-ին նվիրված միջոցառում ենք ունեցել, հրաշալի մի ընդունելություն, որի ընթացքում, որը ուղեկցվել է նաև համերգով, հայ երաժիշտները ներկայացրել են Շարլ Ազնավուրի երգերը։ Եվ քանի որ դուք Հնդկաստանի խաղաղասիրությունից խոսեցիք, ուրեմն Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը դեռ շարունակվում է, վերջին այսպես թարմացված տվյալներով, ինչ կարող եք ասել, դա որքանով է ազդում տեղացիների կյանքի վրա, անվտանգության վրա, կենցաղի վրա, ինչու՞ չէ, եւ մասնավորապես հայ համայնքի ներկայացուցիչների վրա։ Ձայներ եք լսում, չգիտեմ, այդ հատվածում կան, այդ սահմանային հատվածում հայեր կան ապրող, թե ոչ։ Սահմանից բավականին հեռու ենք, սահմանային շատ մոտ գտնվող չէ, հայեր չկան, բայց եղել են այնպիսի վայրերում համատարած հոսանքազերծում մտանգության նպատակով, որտեղ ապրում էին հայեր, մենք կապ էինք պահպանում, ճշտելով արդյոք ամեն բան կարգին է։ Խնդիր չի առաջացել որևէ ռազմական հարվածի արդյունքում դժողներ չեն եղել, բայց այս հակամարտությունը բավականին հին է, նոր չէ եւ դա դեռ կշարունակվի, հաշվի առնելով նաեւ պատերազմների նոր զենքերը, այսպես ասած, հիմա ինֆորմացիոն պատերազմը ավելի շատ կարծում եմ։ Եթե ավելացնելու բան ունեք։ Այս իրավիճակից կարող եմ ասել, որ դրական ելքը հայերի համար նաեւ, որ Հնդկաստանում բոյկոտ է սկսվել համատարած Ադրբեջանի եւ Թուրքիայի որպես տուրիստական ուղղության հանդեպ եւ համատարած բոյկոտում են չեղարկումները անասելի քանակի են հասել մոտ կարծեմ 80% եւ վերջին տվյալներով ինչպես ես կարդացի 250%-ով նվազել է դիմումները այդ երկրներում նոր փաթեթներ վերցնելու։ Այսինքն համատարած բոյկոտ է սկսվել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ հնդիկ տուրիստների կողմից։ Եվ դրան զուգահեռ նաեւ գնում է խորհուրդ, այսպես ասած, որ եթե ցանկություն ունեք աշխարհի այդ հատվածում հանգիստ կազմակերպելու, շատ ավելի լավ ուղղություն է Հայաստանը, քանի որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Պակիստանին, իսկ Պակիստան լինելով աշխարհի միակ երկիրը, որ չի ճանաչում Հայաստանի անկախությունը, եւ ի տարբերություն դրա Հայաստանը նաեւ վերջին շրջանում դարձել է բավականին սերտ ռազմավարական բարեկամ Հնդկաստանին գործընկեր, ինչու՞ չէ, կարելի է այցելել հենց Հայաստան, որպես տուրիստ։